Լոլիկը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Լոլիկն օրգանիզմին օգնում է դուրս բերել տոքսինները։ Այն խթանում է աղիների աշխատանքը։ Լոլիկի հյութի պարբերաբար օգտագործումը նպաստում է մարսողության բարելավմանը, օգնում է խուսափել փորկապությունից։ Լոլիկը օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից, քանի որ օրգանիզմը ապահովում է ջրի անհրաժեշտ քանակությամբ, առաջացնում է արագ հագեցվածության զգացում։ Այն նաև նորմալացնում է նյութափոխանակությունը։ Լոլիկը օգնում է խուսափել սրտանոթային հիվանդություններից։ Այն հարուստ է B6 վիտամինով, ուստի լոլիկի հյութը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման լավագույն բնական միջոցներից է։ Բացի այդ, լոլիկը նպաստում է ավելի լավ արևայրուքին։ Մաշկին քսված լոլիկի հյութը նպաստում է մաշկի թարմացմանը, նույնիսկ փակում է ծակոտիները։ Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է վիտամիններով, A և C վիտամինների լավ աղբյուր է։ Լոլիկի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է աչքերի շատ խրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, ամրացնում է իմունային համակարգը, ատամներն ու ոսկորները։ Տարածված են լոլիկի կարմիր և դեղին սորտերը։ Կարմիր սորտն ավելի հարուստ է սննդարար արժեքավոր նյութերով, քան դեղինը։ Լոլիկի օգտակար բաղադրամասերից կարելի է առանձնացնել երջանկության հորմոնը՝ սերոտոնինը, A և C վիտամինները։ Լոլիկը ցածր կալորիական մթերք է, 100 գրամում ընդամենը 22 կալորիա, ուստի նաև կարելի է կիրառել տարբեր դիետաներում։ Վերջին շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում բժիշկները պնդում են, որ լոլիկի հյութի տոմատի կետչուպի հաճախակի և մեծաքանակ օգտագործումը զգալիորեն նվազեցնում է քաղցկեղածին երևույթների առաջացման վտանգը։